Իմ կարծիքով ով հանձնեց Արցախը, հանձնեց այն քաղաքական համակարգը, որը երկար տարիներ աճեցվել էր Արևմուտքի կողմից։ Եթե դուք նայեք օրինակ թե նախկինում, թե հիմա Հայաստանում քաղաքական պաշտոններով ովքեր են զբաղեցնում, ապա կտեսնեք, որ դրանց ճնշող մեծամասնությունը 90% եւ ավելին մարդիկ էին, որոնք անցել էին արևմտյան տարբեր տեսակի, այսպես ասենք, բուհերով, ուսումնական հաստատություններով, այդ առաջնորդների կուրսերով, այսինքն արևմուտքը քաղաքական համակարգ էր ձևավորում տարիներ շարունակ, որը հարմար պահի ուղղակի հրահանգով պետք է գործեր ըստ արևմուտքի պահանջի։ Դրա ես չեմ ասում, որ այդ մարդկանցից բոլորը հավաքագրված էին, բայց դրանով արևմուտքը ստեղծել էր իրեն նկատմամբ լոյալ քաղաքական համակարգ, եւ երբ որ մարդուց պահանջվում էր մի քիչ կոշտ, ավելի կոշտ կեցվածք նույն արևմուտքի նկատմամբ, ինքը դա չցուցաբերեց։ Այս վերջերս մի պաշտոնյա, անունը չտամ, հպարտորեն նշում էր, թե ինչպես է ինքը գնացել Ֆլետչերի դպրոց եւ այն ավարտել եւ եկել այստեղ պաշտոն զբաղեցնել, բավականին բարձրաստիճան պաշտոնյա է եղել։ Այդ համակարգը, որը որ այդ Ֆլետչերյան եւ մյուս բոլոր պայմանական ասած այդ Ֆլետչերյան համակարգը Արցախը հանձնեց, որտեղ ինքը այլ ձև չէր կարող, ինքը աճեցվել էր արևմուտքի կողմից, ստեղծվել էր արևմուտքի կողմից։